Միացյալ Նահանգների ղեկավարի Իրանի հարցում կտրուկ փոփոխվող հռետորաբանությունը լուրջ անհանգստացնում է փորձագետներին։ Թրամփը, որ դեռ 2 օր առաջ համոզվել էր չհարվածել Իրանին, հիմա ուզում է գլխատել այդ պետությունը։ Նա Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին հիվանդ մարդ է անվանել և վստահեցրել, որ ժամանակն է Իրանում նոր ղեկավար փնտրել։ Անկախ ամենիչից, թե Միացյալ Նահանգներից ինչ հայտարարություններ կհնչեն, կլինեն դրանք սպառնալիքներ, թե ընդհակառակը երկխոսության ուղղված կոչեր, կարծում եմ Իրանում կա այդ զգոնությունը, մշտապես պատերազմին պատրաստվելու։ Արդյոք Թրամփը փոշմանել է և ամեն դեպքում հարձակման պլան է մշակում, դժվար է կռահել իրանագետների համար։ Թրամփի հայտարարությունից արձանագրել, որ օրինակ լինելու է հարձակում կամ հակառակը չլինելու հարձակում, գուցե դեռ պետք է սպասել հասկանալու համար, թե իրադարձությունները ի վերջո ինչ համացալուծում կստանան։ Իրանի գերագույն առաջնորդի վրա հարձակումը համարժեք կլինի Իրանի ժողովրդին պատերազմ հայտարարելուն, X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների թշնամանքն է Փեզեշքյանի պնդման պատճառը, որ զրկանքներ է կրում իրանցի ժողովուրդը։ Ալի Խամենեին ալիսանում է Իրանի գերագույն առաջնորդը և առաջին ամենակարևոր մարդն է այդ երկրում, և ըստ դրա էլ Փեզեշքյանը հայտարարել է, որ նրա դեմ պատերազմը կհամարվի Իրանի դեմ պատերազմ։ Արևմտյան ուժերին է մեղադրում Թեհրանը կիրակի երեկոյան պետական հեռուստատեսության վրա հաքերային հարձակման համար։ Երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերում մի քանի րոպե հեռարձակվել են Թրամփի և թագաժառանգ Ռեզա Փահլավիի ելույթները։ Նրանց աջակիցները կարծես հեռացել են իրանական քաղաքների փողոցներից։ Գրեթե 20 օր շարունակված ցույցերին 4000 մարդու սպանվելու մասին է հայտնի։ Չնայած Դոնալդ Թրամփին իր հավաստի աղբյուրները վստահեցրել էին, թե մահապատժի չեն ենթարկելու ցույցերի մասնակիցներին, իրանագետները չեն կարողանում հստակ ինչ-որ բան ասել։ Այս պահին ցուցարարների գործերն արագ քննվում են այդ պետության դատարաններում։ Այն, որ շատերի նկատմամբ կարող է լինել իսկապես մահապատիժ, դա ևս կարծում եմ փաստ է։ Այս կադրերում երևացող զինամթերքը իրանական պետական հեռուստաալիքի պնդմամբ վերջին օրերին արևմուտքից ֆինանսավորվող ահաբեկիչները ուղղել են ազնիվ ցուցարարների և իրավապահների դեմ։ Գայանե Մովսիսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։